Մի խոսքով, այդ շատ կարևոր է, բայց ես այսօր լսի, որ ասում եմ տպավորության տակ եմ չեմ կամ անջատվեմ, չգիտեմ նայել ես թե չէ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում 33 րոպեանոց ելույթ ա ունեցել, ուզած են գոհարներ, շեդևր, մեկը մեկից հանճարեղ մտքեր, ուզում եմ երկու բան քննարկենք, ինձ թվում է մեր լսանին էլ հետաքրքիր։ Մի մասը նայել եմ, մի մասը լսել եմ, մի մասը լսել եմ, նկատի ունեմ, կարդացել եմ, որովհետև գիտես ինչ կա, Նիկոլ Փաշինյանին լսել, ինձ թվում է դա նույնպես կտանք է։ Հոգեբանական բռնության տեսակ է։ Հա, որը մարդիկ կամավոր մեկ-մեկ իրենց ենթարկում են, որպեսզի ուղղակի տեղյակ լինեն, թե այս մարդիկ կամավոր չեն գործի բերումով, այս մարդիկ գործի բերումով նստած տիպած նայում են։ Չէ, որ դնում ես երկու արագության տակ, դա սարսափելի չի։ Ես քեզ լայվ խակ եմ ասում, էլի փորձի։ YouTube-ը դարձնում ես երկու արագության տակ, դա արագի մեջ է։ Մի խոսքով, մարդը ազգային ժողովի ամբիոնից ասում է թոշակառուներին 10,800 դրամով թոշակները բարձրացնենք, որ ինչ լինի, իրանք չգիտեն այդ փողը ոնց է պետք ծախսել։ Կտանք այդ փողը կգնան ապտեկայում սխալ դեղ կառնեն, սխալ բուժման վրա կծախսեն։ Հիմնականում ինչի վրա է ծախսում թոշակառուն փողը։ Ինչի վրա է իրաց տված $1 միլիոն թոշակը, որը 40,000-ը չի գերազանցում են, ինչի վրա է ծախսում։ Հիմնականում առողջապահության, չէ, ասում են դե նա անվճար, точнее ոչ անվճար, այլ այդ գումարով մենք առողջապահական բան կանենք, ապավագրում կանենք, ու իրանք ասենք, որտեղ առնի, որտեղ բուժվի, այդ 10,800 դրամներ կծախսենք դրա վրա։ Սա ինչ է, հələ մի հատ ինձ այդ ասա էլի։ Սա մտքի եւ ինտելեկտի փայլատակում է, երբ որ մարդուն ով որ հացի փող չունի, ասում է դե մեկը սոված ես։ Հիմա մեկ որ 10,800 դրամ էլ փող տանք, մեկը դու էլի սոված ես մնալու, չես կշտանալ։ Հետո ասում է այս թոշակառուները շատ ագահ են, էլի։ Անընդհատ ուզում են 4,000 դրամ բարձրացրեցի։ 3 տարի առաջ էլի 3,000 դրամ բարձրացրեցի, հերիք չի, ինչ եք ուզում։ Այդ էլ ասում է, քանի տոկոս է այդ քեշբեքը, այդ որ եթե իբր 20%։ Չէ, 20 չի, 2-ա ոնց որ, 2 չի։ Չէ, լսի, թոշակառուների դեպքում 12% էր հիմա։ Իբր հունվարի 1-ից դառնում է 20%, ու էդի իբր ինքը համարում է որ նվեր մարդկանց։ Իբր թոշակի բարձրացում, բայց նայ, ինչն է խնդիրը։ Քանի որ ես թոշակառու բարեկամներ ունեմ, ես իրանց հետ անընդհատ շփվում եմ։ Եվ ինչ են ասում այդ մարդիկ։ Ասում են, երբ որ դու կոմունալները վճարում ես, կոմունալ վճարները, ասենք ջրի վարձ, հեռախոսի վարձ, ինտերնետի վարձ, գազի վարձ, հոսանքի վարձ եւ այլն, իսկ դրանցից այդ քեշբեքը, այսպես ասած, հետ վերադարձը չի լինում, չէ՞։ Դա է հետաքրքիր է։ Լսի, դրանից հետո տարբեր խանութներում, օրինակ մրգի խանութում գմարտը գնում է շուկա, ենթադրենք ինչ է առնում թոշակառուն, հոչի գնում բան առնելու, ասենք կահույք առնելու կամ հեռուստացույց առնելու, որ մի հատ է քեշբեք լինի, կամ չէ, նա մարդը ասում է բանի առողջապահության վրա են ծախսում բոլոր փողերը։ Լսի, այնքան փող չի տալի, չէ, որ ասենք Հայաստանի թոշակով դու երբեք որևէ, ինչ ասեմ, շատ պետք է գնաս առնես բանջարեղեն, մի 2 կիլո միս էլ չես կարա առնես։ Լսի, այսինքն երբ որ դու այդ կոմունալը վճարում ես, քեզ մնում է ցամաք հացի փող։ Ցամաք, կարող ասենք, եթե մարդկանց երեխաները իրանց ծնողներին չօգնեն, այդ մարդիկ սովամահ կլինեն։ Իրականում հավատա, եթե Նիկոլ Փաշինյանին օրինակ ասես թոշակով ապրի, կամ ասենք Աննա Հակոբյանին, դու պատկերացնում ես, մի օր չեն ապրի, մի օր չի կարա ապրի Նիկոլ Փաշինյանը, դու պատկերացնում ես իր մեքենան, օրը 40,000-ի երևի բենզին է բանանում։ Էլ չեմ ասում այդ կորտեժը։ Դե իմի ասում է, բայց իր ասածը ինչ է, ասում է, լսեք, քանի որ այդ 10,800 դրամը ոչ մի բան է, բայց քանի որ դուք նաև շատ եք, հետո ասում է, չգիտեք ոնց ծախսենք, դուք չգիտեք, հիմա ասում եմ, էլի ես քեզ ասում եմ։ Ինքը ասում է, տես, 500,000 թոշակառու կա։ Այդ 500,000-ից որ 10,000-ով բաժանեմ, ավել ամսական, այդ դուք կարող է չզգաքել, էլի։ Մեկը չեք գնահատելու, էս իմ չեք էլ զգալու։ Մեկը դուք սենց էլ յոլա եք գնում։ Մեկը ապրում եք, էլի չեք մեռնում, ախպեր, հա, եթե չեք մեռնում, ուրեմն արդեն լավ է։ Բայց հիմա մի հատ ուրիշ բան կա, լսի, մի ուրիշ բան կա, ասում եմ, լսի, եթե այդ 10,000-ները հաշվում եմ 500,000 թոշակառու, 400,000 թոշակառու։ Չէ, 500 ասեց։ Ասում է, այս բանին ավելի շատ թոշակառու ունենք, քան աշխատող մարդ։ Այդ ամբողջ գումարը հավաքում ենք միտեղ, դառնում է
կարծեմ մոտավորապես 3 մոտ 300 միլիարդ դրամ։ Ահա։ Դե այդտեղից ապահովագրություն եւ այլն, այդտեղից օրինակ քո կարծիքով քանի տոկոսը կգնա Նիկոլ Փաշինյանին։ Քանի տոկոսը։ Ինձ թվում է մի 100 միլիոնը նախ ինքը կտանի վրից։ Էդ էլ իր քեշբեքն է։ Էդ էլ իր քեշբեքն է, հա, ի՞նչ է։ Ասում ախպեր ես ձեզ տալիս եմ 20% քեշբեք։ Բայց ինձ չի հասնում։ Բայց գոնե մի 30 ես չտանեմ։ Լսի, իրականում հեչ ծիծաղելի չի, որտեվ ինքն էլ գիտի, որ այդ ամեն ինչը արվում է բացառապես իր անձնական հարստացման համար։ Ինքը ասենք քնում հելնում է այդ մարդու, լսի, այդ մարդը ուրիշ կյանքի իմաստ չունի։ Լսի, բացի փող կողելուց, գողանալուց, այս հասարակությունը։ Ուրիշ կյանք, եթե դու ասես այդ մարդը ինչի համար է ապրում, ուրիշ ինչի համար է ապրում։ Ես կասեմ, հա, բայց մի րոպե, ստոպ, մի բան արա, էլի, նյուգնիտայ։ Այդ մարդը, այդ թոշակառուների շնորհիվ վերընտրվում է։ Թոշակ տալը ամենալավ ընտրակաշառքն է։ Սխալվում ես։ Հիմա որտեղ լկտիաբար կանգնում է ԱԺ ամբիոնից ասում է դուք չգիտեք փողոց ծախսեք, կգնաք ապտեկա սխալ դեղ կառնեք։ Լավ, բայց դա ինչ անհարգալից վերաբերմունք է թոշակառու մարդու նկատմամբ։ Դու հասկանում ես դա նույն պատկերացում, ասենք ես 85 տարեկան տատիկ ունեմ, հա, որը ինքը իր դեղերի հարցերը բան ինքն է լուծում, էլի, իսկ մենք չենք խառնում այդ։ Պատկերացնում ես, ես իրան փողը տամ, ասեմ, կամ չտամ, ասեմ, չեմ տալիս, դու չգիտես ոնց ծախսես, ես կգնամ քո համար ճիշտ դեղեր կառնամ։ Չէ, դե այդ դեպքում կարելի ընդհանրապես փող չտալ։ Դու ես։ Չէ, բայց ճիշտ, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի, որ ընդհանրապես չէ թոշակ չտա։ Բա կարող է ընտված այն երկու գրոշով էլ կարող են 40,000-ն էլ են սխալ ծախսում, սխալ դեղ են առնում, կարող է դրանից են մեռնում։ Լսի, ասենք օրինակ, որ այդ 40 կամ 50,000-ը չտան, տան հոսանքը կանջատեն, չէ՞, այդ կոմունալը չեն վճարի։ Բայց կարա ասի, գիտեք ինչ կա։ Բա կարող է բան անեք, մեծ մարդ եք, տանեք մեխը մցնեք բանի մեջ, շտեպսելի մեջ մեռնեք։ Չկարա, չէ՞ դες բան ասի։ Չէ՞ որ ասի ինչ ես ասելու։ Ասենք լավ գժի տեղ ես դրել մեզ։ Չէ, բայց այսօրվա ասածը գժի տեղ դնել չի, ասենք որ այտենց ասի գժի, լսի, իրականում ինքը ամբողջ հասարակությանը գժի տեղ է դրել։ Տես դու ասում ես իր ելույթը, չէ՞, այսօրվա ազգային ժողովում։ Կես ժամից ավել խոսում է այդ բյուջեի քննարկման ժամանակ, որ մարդկանց ասի, դուք լավ եք ապրում։ Ախպեր, կիլոմետրերով թվեր է ասում։ Բյուջեի մուտքերը, ելքերը, այսքան միլիարդ 17 թվի համեմատ, ասում է 17 թվի համեմատ բյուջեն այսքան ավելացել է։ Ախպեր, այդ նույնն է, որ նստեմ ասեմ, մեկը ես ասենք կլնեմ իր տեղը, կասեմ արա չեք հիշում 13 թվին, ոչ մեկը ծոտվի հեռախոս չունեիք։ 1913 թվի։ 1900, ճանգար չմտնացես։ 2010։ Հա, ասի չէի, արա չէիք հիշեմ, ախպեր ձիով էին մարդիկ առաջ բանը արտերը ասելա, բայց ինչ ես բանանում հեգնում, այդ նույն նախադասությունը ասելա, վերջին 500 տարվա մեջ լավագույն ժամանակահատվածն մենք հիմա Հայաստանում ապրում, այդ արդեն ասելա, դա նորություն չի, ոնց որ մենակ այդ չի ասել, ուրեմն անդադ այդ քո ասած թվերը հրապարակում այս ինչ թիվ այսքան բարձրացել են, ինչ այնքան բարձրացել, ու հետո անդադ ասում է, դա ոնց հասնում մեր ժողովրդի կյանքի վրա, մեր հասարակ քաղաքացում ոնց է դրանից լավը, ու սկսում է բացատրել այսենց որ դուք չգիտեք ծախսելուց, դրա համար մենք տալիս ենք։ Չէ, դուք չգիտեք, որ դուք լավ եք ապրում, ինձ որ լսեք, իմանաք։ Մեկ էլ գիտես ինչ ասում, այդ շատ աճնել լավ բան չի ասում, դա էլ պետք է բանի չափավոր պետք է պահենք տնտեսության աճը։ Հետո էլ ինչ որ մի բան ջոգում է, որ իր ասած թվերով այնքան էլ աճ չի ստացվում, հակառակը մի բան էլ գնաճ այնքան մեծ է, որ այդ թվերը չի համապատասխանում։ Եվ ասում է, բայց մեր գլխավոր նվաճումը հո տնտեսական աճը չի։ Մենք հո դրա համար չենք պետք բան անում, պայքարում։ Մեր գլխավոր նվաճումը ասում է, որ մենք արտաքին կապանքներից ազատվեցինք։ Դե այդ արտաքին կապանքները ասելով ինքը նկատի ունի, որ Ղարաբաղից ազատվել ենք, իբր այդ Արցախը բան է, ավելի զավեշտալի բաներ է ասում։ Լսի, ավելի զավեշտալի բան, ասում է ես Արցախի համար ինձնից շատ բան արած մարդ չկա։ Ապեր պատկերացնում ես Արցախը հանձնել է։ Ոչ մեկ իրապես չի գնացել մենակով հանձնել։ Հազարավոր մարդիկ, 100,000-ավոր մարդիկ 150,000 մարդ անտուն է մնացել, չգիտեմ քանի հազար մարդ զոհվել է, մարդիկ
Այսինքն այս մարդու հիմնական սկզբունքը էս է, իշքան ցինիկ լնեմ, իշքան ցինիկ, այնքան լավ։ Այսինքն հիմա մարդը ապրում է ինքը ստեղծում է մի հատ վիրտուալ իրականություն։ Դու տունը հաց չունի թոշակառուն, չգիտեմ, այդ կոմունալ վարձերը վճարելու խնդիր ունի, ապրելու խնդիր ունի ու բոլոր մենակ թոշակառուն չի, հասարակությունը։ Ախպեր, սենց առավոտից զարթնում է, մինչև իրիկուն վատ է ապրում, չէ, վատ է ապրում։ Մեկ էլ հոբ գալիս է նստում է, հեռուստացույցը միացնում է, մեկ էլ պահի տակ հմեկ է գցում կամ Free News, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը ասում է, դուք ինչից եք խաբար, արա։ Դու կոնես լավ եք ապրում, ու սկսում է ասել, արա, երկիրը զարգանում է, տնտեսությունը աճում է, ձեր եկամուտները ավելացել են, միջին աշխատավարձ այսօր ասում է 310 քանի հազարա դարձել։ Իր աշխատավարձն մեջն է հաշվում, հա, ես մի անգամ ասել եմ, Զարա ջան, եթե ես ստանամ 10 դրամ, 10,000 դրամ։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանը ստանա 5 միլիոն 200,000 դրամ, չէ, Ռոմանոս Պետրոսյանը, ես չեմ կարա այդքան ստանալ։ Դու ստանաս, լավ, մի Ռոմանոս Պետրոսյանը ստեչի։ Դու ստանաս 5 միլիոն, լսի, իմ ու քո միջին աշխատավարձը 2 միլիոն 505,000 ալնում։ Ասելու են ավետիսի միջին աշխատավարձը, չեն ասելու ավետիսի։ Հետո ասելու են ավետիսը բանա, ծախսելու ձևը չգիտի, եթե մի քիչ էլ պետք է իր աշխատավարձը ավելացնենք, չավելացնենք, իր տեղը մենք ծախսենք, մենք տենց։ Հա, այսինքն Նիկոլը իր թիմի աշխատավարձը, այդ իր խմբի աշխատավարձը անվերջ ավելացնում է, ասենք ուսուցիչների, թոշակառուների, չգիտեմ են շարքային աշխատողների աշխատավարձերը մնում են նույնը, բայց միջին աշխատավարձը աճում է։ Ու այս մարդը դուրս է գալի, ասում է, լսեք, ասում է, արա ձեր աշխատավարձից դուք տեղյակ չեք։ Տեղյակ չեք, արա ձեր հաշվել։ Այդ որ քարտին նստում է, սխալ թիվ եք հաշվել, չեք հասկացել ինչ է եկել։ Ավել է եղել, չեք նկատել։ Սենց շոկի մեջ իրիկուն է դե, ասենք շոկի մեջ արա ասում է, փաստորեն ես լավ եմ ապրում, խաբար չեմ, բայց այն հələ այն ազդեցությունը տակ, այն ազդեցության տակ է, էլի, որ ասենք տունը ուտելու բան չկա, ասենք կոմունալի վարձը, ու սենց այդ լավ հիմի չի, սենց քնում է, մեկ էլ առավոտը հելնում է, նորից պետք է գնա, արա ասում է, չէ, վсё, ոնց որ լավ, ու որ դուրս է գալի տնից, արա չես զգում, որ ասենք լրիվ ուրիշ իրականություն է, ինքը ձեռքը տանում է գրպանը տենում է, էլի փող չկա, բան, սենց, ու ցելի օրը տենց ապրում է, բան, էլի այդ նույն ապրումներով, բան, իրիկունը գալիս է, հոպ, նորից հեռուստացույցը միացնում է, նորից Նիկոլ Փաշինյանը, արա ախպեր դուք էլի լավ եք ապրում, հիմա այսօր ավելի լավ, հələ 17 թվի հետ համեմատեք, հələ 16 թվի, ախպեր այս մարդը երեկվա հետ է համեմատում, ասում արա երեք էլ է նույն ձևի, արա ասում է, չէ, երեք հեչ, երեք որ վատ ես ապրել, այսօր վատ ես ապրել, դու 17 թվին ավելի վատ ես ապրել, իսկ հիմի դրանից լավ ես ապրել։ Արդեն ագի ժամանակ անցել, չես հիշում ոնց ես ապրել, ինձ հավատա։ Արա ասում արա կարող է էլի, հա, կարող է, այն որ բանի մեջ ասում է, հա, այն 0199 մեջ, արա ասում է կարող է, չգիտեմ, չէ, մի հատ այն Ֆրոնզիկը Մկրտչյան մի հատ այդպես դրվագ կա, չէ։ Հիմի սենց է։ Հա, բայց ոնց չգժվել է, դու ինձ այդ բացատրի, ոնց չգժվել, երբ որ մարդը կանգնում է ազգային ժողովում նույն ելույթի ժամանակ ասում է թոշակառուն ամբողջ փողը ծախսում է առողջապահության վրա, դեղերի վրա, չգիտի սխալ դեղեր է առնում, հետո դրանից 10 րոպե չանցած ասում է 63 տարեկան է, այդ ինչ տարիք է, որ 63 տարեկան պետք չի թոշակի գնալ, պետքա բիզնես ստեղծել։ Հիմա էլ ծերություն չկա, բոլորս առողջ ենք, մինչև 75 տարեկանը կարաք հանգիստ բիզնեսներ բացեք, այդ թոշակի հույսին չմնաք, մենք էլ այդ 10,000 դրամը ճիշտ ծախսենք։ Նախ մի խոսքի մեջ, մի թեմայի մեջ, մի ամբիոնի վրա արած հայտարարություններում ինքը իրան հակասում է արդեն։ Եվ երկրորդ մեզ է գժի տեղ դնում, ասում է ես քո տեղը, ասենք, եթե ինչ-որ մեկ աշխարհում լինի, որ ինձ ասի, ես ավելի լավ գիտեմ քո փողը ոնց ծախսեմ, քան դու, ես այդ մարդուն պրոստը քացուտակ գցեմ, արի անկեղծ լինենք, էլի, չի կարելի հայ ժողովրդին տենց բան ասել, դա անհարգալից վերաբերմունք է։ Իմի դու Նիկոլ Փաշինյանի դեմ բռնության կոչեր ես անում, իմի հաջորդ քաղբանտարկալը դու կարաս լինես, զգուշացնում եմ, չէ, ասա որ դա Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, ասա, այդ հրապարակային ասա որ դա Նիկոլ Փաշինյանին այդ քացու տալու սպառնալիքը իրան չէր վերաբերում։ Բայց չի կարա դու մարդուն ասես, արի ես քո փողը, ավելի պատկերացրու անկեղծ գամ ես քեզ տենց բան ասեմ։ Զարա ես շատ եմ վախենում որ դա կարա քեզ վերաբերի։ Հաջորդ քաղբանտարկալը ես լինեմ։ Չէ,
ասենք որ մենք Նիկոլ Փաշինյանին նկատի չունենք։ Չունենք։ Չէ, ոչ մի դեպքում։ Դու չէիր ուզում Նիկոլ Փաշինյանին քացուտակ տալ, չէ։ Ինձ թվում է այս բանը անցավ, չէ։ Դա զառային չեք բռնի, չէ, պարոն Փաշինյան, արա դե քո չբռնեն էլի զառա։ Ես քեզ էլ պետք եմ։ Չէ, ընդհանրապես քիչ մարդ բռնի էլի, հերիք է բռնի ախպեր, չնայած ամեն օր ուզում է բռնի, այդ մարդու սիրտը նոր բանտարկյալներ են ուզում։ Չէ, ուզում է ասում է, հիմա ասենք ԱԱԾ-ի աշխատանքը, որ գնահատում է, ասենք, օրինակ։ Անչալոց այդ ԱԱԾ-ի աշխատանքը այսօր ազգային ժողովում դրանել են անդրադարձել։ Հարց ա եղել Աննա Գրիգորյանն հարցրել, ինչքանով ԱԱԾ-ի գործառույթների մեջ մտնում մասկի շոու անել քաղբանտարկյալներին։ Շատ ուղղակի մտնում է։ Հիմա ԱԱԾ պետը գնում է Նիկոլ Փաշինյանի մոտ զեկուցման։ Ասում է, պարոն Փաշինյան, այս ամիս ես կալանավորել եմ 20 մարդ։ Ասում է, ախպեր, 20 մարդը ի՞նչ է։ Քիչ է։ Մեր ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է, տղա ջան, ասում է։ Դու 20 մարդով էդի բան, ասում է, լավ, մյուս ամիս։ Թեման չես փակի։ Հա, ասում է, մյուս ամիս կալանավորեմ 40։ 40 կա աճ, կա։ 20 դրական տենդենսը։ Դրական։ Այս ասում արա, բայց որ աշկին մի քիչ լավ երևամ, չբռնեմ մի 50 պլանը գերակատարեմ, էլի, մի 50 մարդ կալանավորեմ։ Այդպես կալանավորում է ու տենց էդ էլ ԱԱԾ-ի աճն է։ Հիմա կա աճ։ Ասենք անցյալ տարի Հայաստանում կար, ենթադրենք 5 քաղբանտարկյալ, հիմա կա 60 քաղբանտարկյալ։ Աճը ինչքան է։ Տեսանելի է։ 1200%։ Լուրջ, ես այդ թվերից լավ։ Ես տեղյակ եմ, 1200%-ով աճ ունենք։ Տնտեսության մեջը տենց աճ կա, չկա, բայց ԱԱԾ-ն ամենալավն է աշխատել։ Քննչական կոմիտեն, չգիտեմ։ Պետք է խրախուսել։ Միգուցե աշխատավարձները բարձրացնել։ Ինքը կբարձրացնի, արխային մնա, դու պետք չի որ խորհուրդ տաս, ինքը ձևերը գիտի։ Ինքը ձևերը գիտի։ Իսկ իրանց աշխատավարձն էլ գնում ապահովագրության վրա ու փողի չի վերածվում։ Կաղաղացականներն էլ ճիշտ ծախսելու ձևը չգիտեն։ Ինչ վերաբերում է թոշակառուներին, որ ասում է 75 տարեկանը, չի բացառվում, իրականում չի բացառվում, որ բանից հետո, ընտրություններից հետո ինքը որոշի, ասի, քանի որ ես ձեզ ասել եմ, որ 75 տարեկանը նույնիսկ թոշակառուի տարիք չի, ես որոշել եմ կենսաթոշակային տարիքը 65-ից 63-ից, ու հիմա 63-65-ա լողացողա, չէ, դարձնեմ 75։ Ինչ վատ է։ Ես դրանով երկարացնում եմ ձեր կյանքը։ Ակտիվ կյանքը։ Ձեր ակտիվ կյանքը երկարացնում եմ։ Հա, ինչը երիտասարդ մարդ ես, ասում ես արդեն թոշակառու եմ, նստեմ տանը, արդեն թոշակ եմ ստանում, բան, դու դրանով անգյալանում ես, դառնում ես անկալ, մնում ես պետության հույսին, բան, չգիտեմ, բա որ սենց անում, ասում է, այսքան գումար ենք ծախսե, չգիտեմ, այս ինչ ոլորտի վրա, անվտանգությունն է ասում ծախսել ենք, բայց Նոր Բագրատյանը ապացուցեց, որ մի դրամ չեն ծախսել։ Սենց անում, ասում է, չէ, լսի, կոնկրետ ասում է, ուրեմն, ասում է 24 թվին 300 քանի միլիարդ դրամ բան ենք հետ վերադարձրել։ Եկամտահար։ Լսի, մարդը լսում է, մտածում է, այս եկամտահարկը Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, այն Արմեն Գրիգորյանը, բանը, գիշերները գնում են բան, Ռուսաստան, Կրասնոդար։ Ածուխ են վագոնից դատարկում, ցորեն են դատարկում, այդ փողերը հավաքում են, բերում են առավոտը բաժանում են տնտեսվարողներին։ Իրաց գրպանից, կարդալ իրաց տնից է բերել այդ եկամտահարկը։ Այդ եկամտահարկը արտահանման ժամանակ վճարել է, արտահանում կատարելու ժամանակ։ Այդ մարդուն օրենքով հետ են տալի, այսինքն, բայց ինքը ասում է հետ են վճարել, հետ ենք վճարել։ Չէ, ասում է վճարել ենք։ Վճարել ենք ասում, հա, այդ էլ չի ասում։ Ու ընդ որում դա չի վերաբերվում միայն տնտեսվարողներին, դա նաև վերաբերվում է հիպոթեքներով են եկամտահարկի հաշվին հիպոթեքներին։ Ասում է, պատկերացնում եք, չէ, մարդու աշխատավարձից իրենք հարկը վերցրել են, հետո այդ մարդու հիպոթեկի այդ հարկի մի մասը ամբողջը չէ, տվել են այդ հիպոթեկին, ինքն հենց ներկայացնում է, որ իրանց տնից բերած փողնը տվել է այդ մարդկանց հիպոթեկի։ Դա այն ասում է, իմ քանի տոկոս, 1000 քանի տոկոս, ասում է տների բանն է աճել, վաճառքն է աճել։ Զարա ջան, բայց մարդիկ պետք է հասկանան, թե դա ինչի համար է արվում։ Իրականում Հայաստանը այսօր աշխատում է բանկերի համար։ Ամբողջ երկիրը աշխատում է բանկերի հարստացման համար։ Բանկերի եկամուտը 500 միլիարդ դրամ է եկամուտը։ Դու պատկերացնում ես, այդ շրջանառությունը չի, եկամուտն է։ Հա, եկամուտը։ Այսինքն 1 միլիարդ
$250 միլիոն բանկերը եկամուտ են ստացել։ Դու պատկերացնես ու դա ում հաշվին։ Դա նաև այդ պետության այսպես կոչված խրախուսական բանի հաշվին։ Այսինքն այդ տները, որ ծախվում է, այդ հիպոթեկը ձևակերպվում է, բանը արվում, դա արվում է մի բանի համար, որ այդ բանկերը ուղղակի եկամուտ ստանան։ Ինձ թվում է դա արվում է մենակ նրա համար, որ բյուջեն լցնի, այդ բյուջեն յուրայիններին բարձր աշխատավարձներ տա ու ինքը կարողանա այս քաղաքական կառուցվածքը պահպանի, որովհետև ասենց ամբար տավան, ասենց բան վերաբերմունք սեփական ազգի, սեփական ընտրողի նկատմամբ, ես անկեղծ եմ ասում, ես իր տեղն եմ, հետո էլ վերջում ամփոփում ասում եմ, գնում ենք 26 թիվը ուրախ աշխուժ, չգիտեմ ինչ կարևոր տարի է լինելու, մենք վստահ ենք, որ ժողովուրդը պահելու է բան ճիշտ ընտրությունն է կատարելու, խաղաղությունն է ընտրելու, իրանց վերընտրման մենք շատ բան ենք օպտիմիստական ենք տրամադրված, ամեն ինչ լավ է լինել։ Դու հույսդ ինչի վրա է։ Զարա, մի բան եմ ուզում ասեմ խաղաղության մասին, միշտ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասեմ։ Բոլոր այն հասարակությունները, որոնք պարտվել են եւ մտել են իրանց բաների տակ, նվաճողների լծի տակ, իսկ Նիկոլ Փաշինյանը այսօր Հայաստանը տանում է թուրքական նվաճման տակ։ Այդ հասարակությունները հպատակության դիմաց ստացել են ապահովություն։ Ու այդ մարդիկ, այսպես ասած, հպատակեցնողները, այդ ներկայացնել են որպես սեփական տարածքի վրա, ինչ իմաստ ունի։ Իրանց հպատակների վրա։ Լսի, ցանկացած, հիմի որ ասենք թե ենթադրենք էլի, այդ դու ախր հակառակն էլ կայավ։ Հարցը այդ չի, որ եթե Նիկոլը չլինի եւ այլն։ Նիկոլը չլինի, էլի չեն հարձակվելու։ Այդ բանը հնարավորությունը բանի պատերազմական մեթոդներով այստեղ նվաճումներ ունենալու ավարտվելու է Նիկոլի իշխանության դարաշրջանով։ Այսինքն ինքը որ նույնականացնում է իր անձը խաղաղության հետ, դա այդքան էլ այտենց չի։ Ով էլ լինի այս երկրում իշխանություն, այստեղ խաղաղություն է լինելու։ Հենց աշխարհաքաղաքական իրավիճակից դրդված ու դրանով պայմանավորված։